Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ նորից պատմել մի պատմություն, էլի 44-օրյա պատերազմի իրական դեպքերից, որ իսկապես ցնցեց ինձ, որտեղ նորից երևում է Աստծո հրաշքը, իսկապես հրաշք բառից լավագույն նկարագրություն չի կարող լինել։ 44-օրյա պատերազմի օրերին, երբ երկինքը մութ էր, իսկ հողը ծանր ու արյունով թրջված, խրամատներում կռվում էին մեր լավագույն որդիները, ու նրանց մեջ կար մեկը, Արամ էր անունը։ Արամը 19 տարեկան էր, նա եկել էր գյուղից, պարզ մաքուր սրտով հավատացյալ տղա էր։ Մինչ ուրիշները վարժվում էին զենքին, Արամը չէր մոռանում իր ամենաուժեղ զենքը, աղոթքը։ Ամեն առավոտ դեռ լռության մեջ նա գտնում էր մի անկյուն ու ծնկի էր իջնում խրամատում, աղոթում էր իր ընկերների, իր կյանքի փրկության և հայրենիքի համար։ Սկզբում որոշ զինակից ընկերներ զարմանում էին, ոմանք ծաղրում էին, ծիծաղում էին, ոմանք էլ անտարբեր էին, բայց Արամը երբեք չէր բաց թողնում իր աղոթքը։ Երբ հարցնում էին, ինչու ես միշտ աղոթում, նա լռում էր։ Մի գիշեր լուր եկավ, թշնամին պատրաստվում է հարձակման, դիրքերում լարվածություն էր, ոմանք լուռ աղոթում էին իրենք իրենց ձևով, ինչպես որ կարող էին աղոթել։ Արամը կրկին ծնկի իջավ, չվախենալով, Տիրոջից խնդրեց, որ պահի այս խրամատը, պահի տղաներին, ընկերներին։ Կրակոցներ, հարձակումը սկսվեց, պայթյուններ, երկինքը նետվող կրակ։ Արամի ջոկատն ուղղակի խրամատի մեջ էր թիրախում, բայց ինչ-որ բան տեղի ունեցավ։ Պայթյունը իրենց համար էր նախատեսվել, ու թվում էր ոչ ոք ողջ չի մնալու։ Արամն ու մնացած զինվորները փորձեցին փախչել, բայց արկը, նույն ինքը սնարյադը, ընկավ հենց Արամի կողքը։ Արամը պառկեց գետնին, հողերի վրա, տղաներն էլ ով ոնց ասեց այս 2 վայրկյանում ընկան, որպեսզի փրկվեն, բայց այ քեզ բան, արկը չպայթեց, այն երևի անսարք էր։ Բոլորը կանգնեցին, նորից փորձեցին փախչել, որովհետև երկրորդ արկն ընկավ։ Ու Աստված իմ, դա արդեն պատահականություն չէր, Արամը արդեն հանձնվեց, բայց Տեր Աստված, այ քեզ հրաշք, այս անգամ էլ արկը չպայթեց։ Բոլորը վախեցած ու երջանիկ ու անհասկանալի ապրումներով նայում էին Արամին, լացում էին գոռալով։ Մեկը հողն էր համբուրում, մեկը թռել էր Արամի շալակը։ Արամն ասես կորցրել էր խոսելու հնարավորությունը, ու լռեցին բոլորը, թե արկերը, թե զենքերը, թե զինվորների ձայները, զինադադար հայտարարվեց։ Արամենց ջոկատին ուղարկեցին տուն, պատահական էր թվում, բայց հետո պարզվեց, հենց իրենց խրամատին ոչինչ չէր պատահել։ Երբ փոշին նստեց և լռությունը վերադարձավ, ջոկատի հրամանատարը մոտեցավ Արամին, նրա դեմքը հոգնած էր, աչքերը կարմրած, բայց հայացքում խորին շնորհակալություն կար։ Նա խոսեց ծանր ու դանդաղ, բայց զորեղ. Արամ ջան, 20 տարի և ավել է ծառայում եմ, մահ եմ տեսել, հրաշք, ոչ, բայց այսօր առաջին անգամ զգացի, Աստված մեր խրամատում էր, ու գիտես ինչու, քեզ նման տղերքի շնորհիվ։ Այնտեղ որ մահը պետք է հարվածեր, կյանքը կանգնեց։ Ձեր ընկեր Արամի աղոթքն էր, որ մեզ տուն վերադարձրեց, ոչ թե զենքը, այլ նրա ծնկները պահեցին խրամատը։ Աստված ուժ տա քո երիտասարդ ծնկներին, Աստվածաշնչյան զինվոր։ Այդ օրվանից, երբ Արամը աղոթում էր, բոլորը լուռ լսում էին։ Հիմա Արամը Հայաստանում չէ, Արամը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում, բայց այսպիսի հրաշքները ևս մեկ անգամ թույլ են տալիս վստահել ու համոզված լինել, որ աղոթքը իսկապես ամեն ինչի դեմ է զենք, ամեն հիվանդության, ամեն տկարության, ամեն դժվարության։ Հարգելիներս, աղոթեք այնպես, ինչպես շնչում եք, ինչպես որ քաղցած ժամանակ հաց եք ուտում, ինչպես որ ծարավ ժամանակ ջուր եք խմում։ Եթե լսեցիք մինչև այստեղ, խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք, և եթե դուք էլ գիտեք իրական պատմություններ, խնդրում եմ մեկնաբանություններում կիսվեք, ես այն կվերածեմ գեղեցիկ պատմության, միայն թե հրաշքները հասանելի լինեն բոլորին։ Շնորհակալ եմ լսելու համար։